Շենքը փշալարերով պատված է։ Երբանից։ Սա 2010 թվականից։ Տարածք էր մտել անհայտ տեխնիկա ու քանդել։ Թույն որոնողներին փնտրեցին, բայց չգտան։ Սիստերը որ գալում էր, վրան գրած էր 3 մետրից մոտ չգալ։ Եղուջ էր։ Նախորդ դարի կեսերին խորհրդային Հայաստանում վնասատուների դեմ պայքարում էին DDT-ով։ Գերեզմանոցի տեղը ի սկզբանե սխալ է ընտրված եղել, սուղանքային գոտում է գտնվում։ Թունաքիմիկատները դուրս են եկել գետնի երես եւ այդպես էլ մնացին մոտ 2 ամիս։ Այստեղ է թունաքիմիկատների գերեզմանոցը։ Այս է։ Կարող է բերել չբերության։ Աշկներս ամառմռոմ, փրոշտոցա տալի էսին, տարբեր են է։ Սրտխառնոց, գլխացավեր։ Ո՞տ է գալիս իրիկունները, կամիները, բան, որ են յանից գալիս է։ Երկարատև ազդեցությունը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Անհնար է հաշվարկել, թե դեռ որքան ու ինչ բնույթի վնաս կհասցնի թունաքիմիկատների գերեզմանոցը մինչև վնասազերծումը։ Չմտածեք, թե մենք այնքան հոգսեր ունենք, որ տոներ նշելու ժամանակ ու տրամադրություն չունենք։ Ամեն ինչ շուռ է գալի, աշխարհը։ Սատանան դառնում է բարին, բարին դառնում է սատանա։ Հաշվարկված է երևի ինչ-որ դրսի ուժերի կողմից։ Դրսից գլոբալիզացիա անվան տակ ինչ ներթափանցի մեր իրականություն կխորացնի ապահարզանը։ Կրոնին չի սպառնում, գուցե եկեղեցուն սպառնում, որտեղ բնակչության զգալի մասը ձևական է, քրիստոնյա։ Մեր տոնական կյանքը հակված է դեպի մահվան գաղափարը եւ դեպի տխրությունը։ Դրա լավագույն վկայությունը 2008-ից ի վեր եկեղեցու նույն նախաձեռնությամբ եւ կառավարության որոշմամբ մեռելոցների համակարգի հաստատումն էր։ Օրիգինալությունը մեր ստանդարտ մոխրագույն կյանքից դուրս ինչ-որ պահ է։ Մեր ազգին չի վերաբերվում, այստեղ նշում ենք, որտեղ հավես է։ Միայն նահանգներում Հելովինի օրը վաճառվում է $2 միլիարդ կոնֆետ։ Ցույց եմ տալի, որ ես սուրբ եմ, բայց իրականում ես սուրբ չեմ։ Դուրս գալիս է, ստիլը դրա համար։ Կախարդներ ենք։ Ամենամեծ նենգությունն է սատանայի, որ ինքը այնպես է գործում, որ դու չիմանաս, որ ինքը ներկա է։ Շատ կուզենայի, որ Վարդան Մինասյանը շարունակի իր աշխատանքը, որովհետև ես գտնում եմ, որ նա դա շատ անելիք ունի հայկական ֆուտբոլում, հատկապես հավաքականների հետ։ Եթե 2 անգամ Վարդանը ինձ մերժել է, ես չեմ կարծում, որ կլինի մարդ, որը կարողանա ինձանից լավ Վարդանին համոզի։ Խաղից բացի նաև դասերից է խոսում։ Գրավոր աշխատանքն էլ լավ է գրել։ Բարձր է ստանալու, հույս ունի։ Ամենից շատ մայրենին է սիրում։ Հայերեն է, հեշտ է ստացվում սովորելը։ Հոր հետ վաղուց կապ չկա։ Վերջին ամիսներին էլ մայրն է հեռացել։ Գարուն որ գնացի, ասեցում եմ կով կթելու։ Նիթամտը կով եմ կթում։ Աղշատում եմ։ Տանը մնացած երեխաների միակ խնամողը ինքն էլ խնամքի կարիք ունեցող ավագ դուստրն է, պայծառը։ Այս մասին պայծառը լուր է։ Այս պատմությունից միայն հաճախ աչքերն են արցունքոտվում։ Աշնան արևը տան այս հատվածը չի տաքացնում։ Ներս մտնելիս ցուրտը միանգամից է զգացվում։ Ծնողի համաձայնությունը պարտադիր է կամ մանկատուն կամ հայօգնության ֆոնդ տանելուց։ Եթե մյուսները պատմում են իրենց երազանքների մասին, փոքրիկ Գարիկը ամաչում է խոսել։ Շուտ։ Կարմիր գրքում գրանցված կենդանու որսը կազմակերպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի ամուսինները։ Հանրաշարային որսը գիտական նպատակ չի հետացնում։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։ Այրվածքները անհամատեղելի էին կյանքի հետ։ Սուրեն Գրիգորյանը հենց նույն գիշերը մահացել էր։ Ստրեշնոյ ապի հետ բախվեցին, փախցրեց խփեց իմ առաջի անիվին։ Հարվածից դուրս էր թռել Volkswagen-ի դիմացի ձախանիվը։ Իրար հետևից գալիս ենք, ինքը որոշեց, որ պետք է աճ մտնի։ Շաբաթվա ամենախոշոր ավտոպատահարը տեղի էր ունեցել Մայրաքաղաքի Հալաբյան փողոցում։ Բախվել էին 7 ավտոմեքենաներ։ Մարտադաշտ հիշեցնող այս տարածքը իրականում մարզադաշտ է։ Արսեն Օհանյանը շեղվել էր ճանապարհից։ Տանակներով մտել էր ոչ թե արեստանոց, այլ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ։ Մանոյի նկարը տեսա, ես Մանոյին չեմ սիրում։ Հայոյեցի իրանք էլ ասին չեն հայոց, դանակ հանյասը բան գան։ Մանոյին կսպան։ Բարի երեկո։ Դուք դիտում եք Կիրակնորյա հորիզոնը։
Այս շաբաթ մասնագետները կրկին ահազանգեցին Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի վտանգի մասին։ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի եւ արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ուսումնասիրությունը հաստատեց այն պնդումները, որ գերեզմանոցը սպառնալիք է ներկայացնում շրջակա միջավայրի համար։ Խնդիրը այսօր չէ, որ առաջացել է։ Այն գոյություն ունի մի քանի տասնամյակ, որոնց ընթացքում քիմիական թափոնների քանակը հանգեցրել է վտանգավոր որակի։ Իսկ միջազգային ատյանները այս հարցով զբաղվում են նաև այն պատճառով, որ մեր էկոհամակարգը տարածաշրջանային եւ համաշխարհային համակարգի մի մասն է։ Այդ թափոններից ազատվելը իհարկե թանկ հաճույք է, բայց դա են պահանջում թե մեր անվտանգությունը եւ թե Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Եկել է թույնից ազատվելու ժամանակը։ Հողի քայքայման ու սողանքի հետևանքով ճանապարհի վատ տարածումը չնայած մեծ ջանքերին անհնար դարձրեց ընթացքը։ Ստիպված եղանք ճանապարհը շարունակել մեկ ուրիշ մեքենայով։ Աստոն այս տարածքը փշալարերով պատված է։ Երբանից։ Սա 2010 թվականից։ 2010 թվականին տարածք էր մտել անհայտ տեխնիկա ու քանդել։ Թույն որոնողներին փնտրեցին, բայց չգտան, արտակարգ պատահարն էլ հիմնավորեց չկա չարիք առանց բարիք ասացվածքը։ Դրանից հետո միայն ընկալեցին վտանգն ու սկսեցին լրջորեն զբաղվել գերեզմանոցով։ Հիմա արդեն պատրաստվում են տարհանել այն։ DDT քլորօրգանական թունաքիմիկատ է։ Ժամանակին որոշ երկրներում դրանից նույնիսկ քիմիական զենք են պատրաստել։ DDT-ն երկար ժամանակ մնում է հողում, ջրում։ Որոշակի քանակության ընդունման դեպքում առաջացնում է սուր թունավորում։ Նախորդ դարի կեսերին խորհրդային Հայաստանում վնասատուների դեմ պայքարում էին DDT-ով։ Հետագայում հասկանալով, որ այն փրկում է բույսը, բայց կարող է սպանել մարդուն, 72 թվականին հանեցին գործածությունից։ Նուբարաշենում նախկին Շորբուլախ այժմյան Մուշական գյուղից 1.5 կիլոմետր հեռու հողհատկացումներ կատարեցին թունաքիմիկատները թաղելու համար։ 512 տոննա DDT ու 33 տեսակի այլ թունաքիմիկատներ ծածկեցին հողով։ Սիստերը որ գալում էր, վրան գրած էր 3 մետրից մոտ չգալ։ Եղուջ էր։ Ես տեսել եմ, որ տանում են, եղուջ էր ինքը, կատկթալով եթում էր։ Սապոր փշելար քաշած էր, դու անտրած էր, դուրը տրած էր, միտամ արջելված, բայց ով էր արջելում, պահակ չկար, բան չկար։ Գերեզմանոցի տեղը ի սկզբանե սխալ է ընտրված եղել, սուղանքային գոտում է գտնվում։ Թաղեցին ու ի տարբերություն այլ գերեզմանների դրա մասին մոռացան, թվում էր հավերժ։ Հիշեցին 2001-ին միայն, երբ հայտնի դարձավ, որ Միջին Ասիայի թունաքիմիկատների գերեզմանոցներից մեկը քանդել էին, թունաքիմիկատներն էլ տարել վաճառքի։ Դա հիշեցրեց նաև թունաքիմիկատների հայաստանյան խոշոր գերեզմանոցի մասին։ Գնացել ենք, բարձրացել ենք այդ սարերը, ճանապարհներն էլ ամբողջը քայքայված էին եւ գտել ենք այդ գերեզմանոցը ու տեսանք, որ գերեզմանոցը քանդված չի, ոչ ոք ձեռք չի տվել, բայց ամբողջը ճաքերի ու սողանքների մեջ է։ Հետաքրքրությունն ու անհանգստությունն աճում էր, բայց այդպես էլ որոշակի լուրջ գործողությունների չվերածվեց մինչև 2010 թվականը։ Խնդիրն օրակարգային դարձավ, երբ անհայտ անձինք մտան ու տեխնիկայի միջոցով քանդեցին գերեզմանոցի տարածքը։ Թունաքիմիկատները դուրս էին եկել գետնի երես եւ այդպես էլ մնացին մոտ 2 ամիս։ Հասարակական կազմակերպություններն ու բնակիչներն ահազանգում էին։ Գլխացավ գլխապտույտ երեխեքը ու սաղն էլ գիտեն, որ չեն իմանում։ Գլխացավ էր, երեխեքը համերը ամեն երեկոյան հետ են տալիս։ Կառավարությունն այդ ժամանակ քննարկեց ու 32 միլիոն դրամ հատկացրեց տարածքի բարեկարգման համար։ Վերածածկեցին, ցանկապատեցին, նշանակեցին պահակակետ։ Այստեղ է թունաքիմիկատների գերեզմանոցը։ Այս է։ Այս ամբողջ թումբը որ կա վերևից սկսում է, մինչև ներքևը։ Թունաքիմիկատներն են, մոտ 30 սանտիմետր, 20 սանտիմետր ավազի շերտն է, հետո տոլի շերտը, վրան ավազը, հետո նոր հողն է, այսինքն 1 մետրից ավել, մոտ 1 մետր 10 սանտիմետր թաղված է թունաքիմիկատների հողաշերտով։ Խնդիրը սակայն ամբողջական լուծում էր պահանջում։ Մշակվեց 3 փուլով ծրագիր՝ ուսումնասիրել, տարհանել, վնասազերծել կամ ոչնչացնել։ Ստորերկրաջուրը պաշտպանված է, պեստիցիդներով վարակված չէ։
բայց շրջակա հողը թունավորված է։ Հենց նա է կատարել ողջ ուսումնասիրությունները։ Խուճապի մեջ ընկնել պետք չէ, բայց ուշացնել էլ խորհուրդ չի տալիս։ Գործընթացն աստիճանաբար է զարգանում, եթե իհարկե չլինեն բնական աղետներ։ Սա սողանքային ակտիվ գոտի է։ Երբ դու գնում ես այնտեղ, ակնհայտ է հողի քայքայումը։ Դրա պատճառը ջուրն է, որ մտել է հողի մեջ։ Դա կարող է նվազեցվել համապատասխան հակազդող գործողություններից հետո։ Եթե կարողանաք չթողնել ջրի հոսքը այդ հողի մեջ, ապա կարող եք զգալիորեն նվազեցնել վտանգը, բայց երբեք դա չեք կարող ամբողջովին վերացնել։ Իմանայք սարալանջը որ կա։ Առաջ այսպես նորմալ սարալանջ էր։ Այն լանջի նման ոնց որ կա։ Տեսեք հիմա այդ լանջը այսպես ուղիղ եթե բերեք, դե կեսը չկա։ Բնակ կիսվում է սարը։ Այն մյուս մասից նույնպես կիսվում է։ Եթե դա չլիներ սողանքային գոտի, հնարավոր է, որ այդքան շտապել ու անհանգստանալու կարիք էլ չլիներ։ Գերեզմանոցի կառուցումից հետո մինչև 1000 մետր տարածության վրա կառուցեցին համառանոցներ։ Այն ընկնում է գյուղի եւ Սարալանջի մեջտեղում։ Աշտանը համառանոցներում մարդ չկար, ամենամոտ բնակավայրում դատարկ տներ էր ու ծանր կողպեկ։ Մի քանի տարի առաջ գերեզմանոցի տարածքում նկատելի են եղել գոմաղբի հետքեր, արածող ոչխարներ։ Հիմա արդեն այդ տարածք չեն մտնում։ Չէ, մենք ովերնեսան ենք խաղացած։ Նա է տարածքը։ Մոտակա գյուղերում մի քանի տարի առաջ հետազոտություններ իրականացրեցին ու հաստատեցին կասկածը։ Մայրերի կաթը վերցրել էինք հետազոտել եւ մոտակա գյուղերից բավականին շատ կանանց մոտ հայտնաբերեցինք, որ իրենց կաթի հետ արտազատվում է, բայց մենք սկզբից կապեցինք դա գերեզմանոցի հետ, իսկ հետո երբ որ հետազոտեցինք ուրիշ գյուղեր, որտեղ որ նույնպես ժամանակին DDT օգտագործվել էր, պարզեցինք, որ այդ գյուղերի կանանց մոտ էլ այդ նույն խնդրեմը կա, այսինքն դա կապված չի գերեզմանոցի հետ, այլ կապված է նրա հետ, որ երկար տարիներ Հայաստանում օգտագործվել են եւ մեծ քանակներով օգտագործվել է DDT-ը։ DDT-ի հետքեր Հայաստանի տարբեր ծայրամասերում կարելի է գտնել։ Նուբարաշենինը պարզապես ավելի խոշոր ու ընդհանրացված օրինակ է։ Դրա վնասակար ազդեցությունն էլ անկախ բնակավայրից կարող է ճակատագրական դառնալ։ Ժամանակին ընդհանուր առմամբ շատ է օգտագործվել թունաքիմիկատը։ Առանձին հիվանդություն կա այդպիսին, որպես ասենք դիֆթերիա, չգիտեմ, ինչ որ մեկ ուրիշ հիվանդություն է, չի առաջացնում, բայց տարբեր օրգան սիստեմների վրա ազդելով բավականին մեծ վնաս է հասցնում։ Կարող է բերել չբերության, կարող է բերել պտղի վրա հղի կնոջ մոտ, կարող է բերել տարբեր լյարդի եւ մյուս օրգանների ախտահարմանը։ Մոտակա գյուղի հնաբնակները հարմարվել են, նորեկներն էլ նոր են զգում ազդեցությունը սեփական մաշկի վրա։ Աշկներս ամառում փրոստոցա տալի էսին, տարբեր են։ Սրտխառնոց, գլխացավեր, ոնց բացատրեմ, ալերգիա։ Ո՞տ է գալիս իրիկունները, կամիները, բան որ են յանից գալիս է։ Բանջարն ինչ են անում, բերում տապակում ուտում ենք, դետեի հոտ էր գալիս խաշկելուց։ Քոր ա լինում ամել, ծակծկոսներ քոր է լինում։ Այս օրերին գերեզմանոցի տարածքում աշխատում են նաև չեխեր, նրանք նմուշներ են վերցնում հողից եւ անցկացնում սեմինարներ։ Նպատակն է չեխական փորձը փոխանցել հայերին ու մասնագետի աչքերով հասկանալ ինչ է եւ ինչ հետևանք կարող է ունենալ։ Երկարատև ազդեցությունը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Մինչև 2020 թվականը Հայաստանի Հանրապետությունում քլորգանական քիմիկատները պետք է ոչնչացվեն։ Սա Ստոկհոլմյան կոնվենցիայի պահանջն է, որին միացել է նաև մեր երկիրը։ Գերեզմանոցի դեպքում կարելի է ասել սա էլ տեղից շարժվել է։ Նախատեսվում է մոտավորապես 5 տարի ժամանակահատված այդ գործընթացը իրականացնելու համար։ Ընթանում է ծրագրի նախապատրաստական փուլը, այն կավարտվի 3 ամսից բուն գործողությունները կսկսեն մյուս տարի աշնանը։ Ծրագրի իրականացման բյուջեն կազմում է $20 միլիոն, ենթադրվում է նաև կառավարության համաֆինանսավորումը։ Այն կարող է լինել նաև իրեղեն։ Հավաքված նյութը, թե բուն քիմիական նյութը, թե աղտոտված մակերեսային հողային շերտը եւ այլն պետք է անվտանգ ձևով պահեստավորվեն որոշ ժամանակով։ Բարձր կոնցենտրացիայի նյութերը պետք է ոչնչացվեն, միջին եւ ցածր կոնցենտրացիայի նյութերի համար համապատասխան եղանակներ գոյություն ունեն վնասազերծման կամ ախտազերծման։
Ճշգրիտ հաշվարկներն ու չափումները շարունակում ու նոր ժամկետներ են նախանշում։ Փոխարենը անհնար է հաշվարկել, թե դեռ որքան ու ինչ բնույթի վնաս կհասցնի թունաքիմիկատների գերեզմանոցը մինչև վնասազերծումը։ Մանվել Քեշիշյան, Հայկ Զեյնալյան, Կիրակնորյա հորիզոն։ Քիմիական թույնից անցնենք հոգևորին։ Համենայնդեպս այդպես են բնութագրում քելտական Հելոուին տոնը մեր հոգևորականները։ Նրանք իրավացի են այնքանով, որ այդ տոնի ամբողջ գաղափարախոսությունը խորթ է մեր մշակույթին, որն իր էությամբ զուսպ է, մեզ հատուկ չէ զգացմունքների բաց, ճճացող արտահայտումը։ Մենք ընդհանուր առմամբ հակված չենք նաև ծաղրուծանակի ենթարկել մահն ու հանդերձյալ կյանքը։ Հելոուինի այդ բոլոր սարսափների չար կախարդանքի մեջ ես այդպիսի երանգ եմ տեսնում։ Իհարկե, չափազանցնել երիտասարդների նման ժամանցի վտանգավորությունը նույնպես չարժե։ Ինչպես եւ սարսափ ֆիլմերը, Հելոուինը գուցե օգնում է պատանիներին ինչ-որ վախերից ազատվել։ Թերևս այդ վախին պետք է հակադրել ավելի պայծառ, ավելի պոզիտիվ խաղերն ու ծեսերը, որպեսզի երիտասարդներին չհրապուրի սև հումորի հմայքը։ Հայկական տոնացույցում շուրջ 2 տասնյակ տոներ կան, բացառությամբ 1-2-ի, մյուսների մասին սկսած վարդանանցից մինչև թարգմանչած տոները կամ չգիտեն, կամ չեն հիշում։ Սակայն չմտածեք, թե մենք այնքան հոգսեր ունենք, որ տոներ նշելու ժամանակ ու տրամադրություն չունենք, կամ տոն սիրող ազգ չենք։ Սիրում ենք, այն էլ ինչքան, իսկական առիթ ու պատճառ լինի, տոն միշտ կլինի։ Տոն որ ամեն ինչ շուռ է գալի, աշխարհը։ Սատանան դառնում է բարին, բարին դառնում է սատանա։ Դա տոնի էությունն է։ Տոնի առանցքը ցանկացած տեսակի կարգերին, ընդունված այսպես ասած ճշմարտություններին հակադրվելու մեջ է։ Եվ այս դեպքում, երբ որ մի բան արգելվում է, դա բոլորովին հակառակ էֆեկտը կարող է ունենալ։ Հաշվարկված է երևի ինչ որ դրսի ուժերի կողմից, որպեսզի շեղում ունենանք մենք ճշմարիտ ուրախությունը այդտեղ չի, ուրիշ տեղ է ճշմարիտ ուրախությունը։ Եկեղեցին հուշում է, եկեղեցին ասում է, եկեղեցին եւ պետությունը բաժանված են իրարից։ Հին կելտական մի տոնի համար չէ, որ եկեղեցին ու պետությունը բաժանվեցին իրարից, դրսից գլոբալիզացիա անվան տակ ինչ ներթափանցի մեր իրականություն կխորացնի ապահարզանը, ազգերի մշակույթները զարգանում են կամ սեփական ունեցվածքի հաշվին, կամ դրսից յուրացումներով։ Մեր արմատներին մենք հետևենք։ Ինչ կապ ունի կելտական սովորույթները մեր հետ։ Եթե ասենք հարևանի կինը լավն է, ինչ։ Մենք ասում ենք մեր զավակներին պետք է հետ բերենք, եւ այդ հետ բերելու այդ հակաթույնը մենք պետք է գտնենք։ Հոգևորականի մեկնաբանությունը միանշանակ է, այնինչ օտար է, վնասակար է, վտանգավոր է, մարտահրավեր է եւ սպառնալիք է, թե հասարակությանը, թե կրոնին։ Կրոնին չի սպառնում, գուցե եկեղեցուն սպառնում, որտեղ բնակչության զգալի մասը ձևական է, քրիստոնյա, այսինքն դա բովանդակային առումով քրիստոնյա չի, որտեղ չգիտի, թեպետ եկեղեցին տպում է տոմարները, որ սրբի օրն է եւ այլն, բայց դա չեն դառնում համաժողովրդական տոն։ Պարզապես օրացույցում ունենք որոշակի ամսաթվեր, որոնք հաստատված են որպես տոն, բայց որոնք որևէ ձևով չեն փոխում մեր առօրյա կյանքը։ Մեր տոնական կյանքը հակված է դեպի մահվան գաղափարը եւ դեպի տխրությունը։ Դրա լավագույն վկայությունը 2008-ից ի վեր եկեղեցու նույն նախաձեռնությամբ եւ կառավարության որոշմամբ մեռելոցների համակարգի հաստատումն էր, որը զգալիորեն տխրեցրեց մեր առանց այն էլ տխուր տոնական կյանքը։ Happy Halloween! Հեթանոսական տոներից այն ամենակենսունակն է, ոչ միայն ժամանակը հաղթահարեց, այլև տարածություններ, մայրցամաքներ, թե ինչպես ու երբ հեռավոր Իռլանդիայից հասավ օվկիանոսն այն կողմ, ձևափոխվեց, հետո սփռվեց ամբողջ աշխարհով մեկ, հիմա ոչ հիշում են, ոչ կարևորություն տալիս։ Դե շատ բաներ են էլի հայերեն նմանակում ու տոնում, թե էս էլ լինի։ Ինձ թվում է արդեն պետք է բոլորն էլ սկսեն մի քիչ ազատ կյանքով ապրել։ Ինչքան էլ Հայաստանն է, բայց պետք է Չելի 5 օրից մեր հորզանիք դեմ գոյտրոկ կլինենք։ Հա, ես միշտ sense եմ, իմ համար ամեն օր Հելոուինը։ Հետո գիշերը ավելի շատ բաներ կավելացնել թեմքից։ Մենք մարդ վախացնում դուրբին, քանի գնում ենք մեծանում ենք, արդեն sense բաների հետևից էլ չենք ընկնել, էլի։
Հելոուինը շուրջ 2000 տարվա պատմություն ունի, Միացյալ Նահանգներում ընդամենը 100-ամյակ է, բայց արդեն իր մասսայականությամբ նույնիսկ ծննդյան տոներն է գերազանցել։ Վառվող մոմեր, խորհրդավոր մթություն, իռլանդական երաժշտություն եւ ամենակարևոր այս խորհրդանիշը Երևանյան փաբներից մեկում նշում են Հելոուինը։ Չար ոգիներից վախենալու եւ պաշտպանելու տոն է եղել, բայց ինքը արդեն չգիտեմ, Հայաստանում դա ինչ որ կոնկրետ իմաստ չունի։ Օրիգինալությունը մեր ստանդարտ մոխրագույն կյանքից դուրս ինչ որ պահ է իմ համար։ Բոլոր մշակույթների մազգերում կան այնց առաջատար բաց յուրացնող խավ, որը ամեն ինչ հետարքիրն ձեռակցում, փորձում է ներմուծել։ Կա մի շերտ, որի հոգևոր պանջների մի մասը չի բավարարվում եւ նրանք միջոց են գտնում դրա այդ բավարարելու համար։ Սա ուղղակի հնարավորություն է մեր կյանքից դուրս գալու գոնե մի պահով, մի իրիկունվա համար մենք կարող ենք դուրս գալ ու տեսնել ուրիշ կյանք, վայելել այդ կյանքը, մոռանալ մեր պրոբլեմների մասին, մեր գործի մասին, մեր ազգին չի վերաբերվում, բայց նշում ենք որտեղ հավես է։ Մեր տոնը չի մեկա, քրիստոնյաների տոնը չի, Ամերիկայից է եկած, այդքան է կարևոր չի։ Մեր շուրջը միշտ տեսնում ենք, որ միշտ ինչ-որ շեղող բան կա այն դաստիարակության, որ մենք պետք է կարողանանք տալ մեր զավակներին, մեր թորներին, մեր ծերունդին։ Շատ ակտիվորեն աշխույժ կերպով է տեղի ունենում եւ դրա դեմ պայքարելն էլ ընդհանրապես եւ ուժերն են, այսպես ասած, անհավասար։ Եվ երկրորդ ոչ թե շեշտը պետք է դնել պայքարելու, այլ սեփական մշակութային շերտերը կամ արժեքները վերհանելու վրա։ Սրբերի հիշատակության օր, կելտական նոր տարի, վերափոխումների օր, ողջերև մեռալների հանդիպում։ Այս բոլորը Հելոուինի տարբեր անվանումներն են, տարբեր սարսափազդու կերպարներն ու դիմակները, քաղցրավենիքը, դդումը, որոնք Հելոուինի ժամանակակից տարերից են, ապահովում են տոնի կոմերցիոն մասը, բիզնես հատվածը։ Միայն նահանգներում Հելոուինի օրը վաճառվում է $2 միլիարդ կոնֆետ, $2.5 միլիարդ դիմակներ ու կոստյումներ, այդ օրվա համար հատուկ աճեցվում են դդումներ։ Իդեպ դդումը որպես Հելոուինի խորհրդանիշ իր բանջարաբոստանային իմաստից ավելի նշանակություն ու բացատրություն չունի։ Պարզապես ժամանակին այն մոմերով լապտեր պատրաստելու համար ամենահարմար, ամենաէժան եւ մատչելի բանջարեղենն է եղել։ Ինչ որ նշում է Հելոուինը, ինքը նպատակ չունի։ Ինքը զավեշտ է, ինքը խրախճանք է, սարսափ է։ Ճղած ու ես արդեն մահամերձ եմ։ Առաջին անգամ ես վամպիր եի, որոշեցի այս տարի լինեմ մենուհի, ցույց եմ տալի, որ ես սուրբ եմ, բայց իրականում ես սուրբ չեմ ներքինով։ Վատ բանն է, վատ կերպար է, գողություն է անում։ Դուրս գալիս է, ստիլը դրա համար։ Պաուտինը։ Մենք ուղղակի անում ենք ուրախանալու համար, թե չէ Հելոուին իրանից լրիվ ուրիշ բան անում ներկայացնում։ Կախարդներ ենք։ Եսի վատ կախարդներ ենք։ Մեծանալով այդ պատանին, այդ մանուկը, այդ մղձավանջից հետո ավելի խիստ, ավելի շեշտված սարսափների, խրախճանքի, զգացմունքների կարիք ունենա, չարի, ասենք ամենամեծ նենգությունն է սատանայի, որ ինքը այնպես է գործում, որ դու չիմանաս, որ ինքը ներկա է, ինքը չի դա մշակույթն է, դա արվեստն է, դա խրախճանք է, դա ժամանակակից է, դա մոդա է։ Ես պատկանում եմ ռոքենրոլի սերնդին, նեղ շալվար հագնելը, երկար մոզերը թողելը եւ այլն։ Մեզ փնովում էին, դպրոցից հանում էին, չէին թողում դպրոց եւ այլն։ Դա մեր սերնդի իմբոստությունն էր։ Մեր սերնդի Հելոուինն էր։ Ինչ եղավ։ Նրանք, ովքեր մեզ փնովում են, հիմա ջինս են հագնում։ Երկար մազեր են պահում։ Այնինչ ընդունում է ասելակությունը կենսունակ է, նորաձևությունն ու նոր ոճերը հնանում են տոները գալիս ու գնում, երբեմն փոխում միմյանց։ Եկեղեցին առաջարկում է Հելոուինի փոխարեն բարեկենդան նշել, փաբերում գուցե ինչ-որ ժամանակ հետո հայկական սրբերի տոն նշվի, կամ գուցե հայ Հելոուին անունով ինչ-որ բան։ Նմանատիպ տոն լավ է, որ մենք չունենք, մեր ազգին չի համապատասխանում։ Եթե հիմա փորձի մեկը Հելոուինին տա զուտ հայկական բովանդակություն, նա կկործնենք, եթե Հելոուինը ընդհանրապես, համար եթե հոգևորականները շատ
դեմ են այդ տոնին, թող փորձեն սարքել կրոնական։ Մի անգամ մենք դրանից երիտասարդների հրաժարվենք։ Ես չեմ ասում զրկենք մեր երեխաներին, մեր զավակներին աշխարհը ճանաչելուց։ Պետք է ճանաչեն, իրենք պետք է չարը գիտենան, ինչն է չարը, ինչն է բարին։ Արտակ Հովհաննիսյան, Հակոբ Կոլյան, Արեգ Հակոբյան, Հայկ Զեյնալյան, Կիրակնորյա հորիզոն։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ուզի թե չուզի ընկալվում է ոչ միայն որպես սպորտային, այլև որպես քաղաքական գործիչ, հաջողակ գործարար եւ իշխող կուսակցության անդամ, այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Բնական է, որ նման գործիչները պետք է սուր քննադատության թիրախ դառնան։ Ցավոք, այս քննադատությունը տարածվում է նաեւ ֆուտբոլի վրա, որտեղ մեր գործերը կարծես թե վատ չեն ընթանում։ Այս շաբաթ իր ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը բողոքեց, որ մենք լրագրողներս նրա ասածները ներկայացնում ենք պատառիկներով, կոնտեքստից կտրված։ Այժմ փորձենք դա անել կոնտեքստի մեջ։ Քանի որ մենք մեր առաջ խնդիր ենք դրել աշխարհարարության ուղղագիծ ձեռք բերել եւ դա չի ստացվել, ես կհամարեմ ցախողված։ Ինչ վերաբերում է մեր մարզչի հրաժարականին, ես շատ ափսոսում եմ, իհարկե այսօր լրանում եմ մարզչի պայմանագրի ժամկետը եւ ես շատ կուզենայի, որ Վարդան Մինասյանի հետ աշխատեի, քանի որ ես ավելի շատ լավ գիտեմ նրա ունակությունները, նրա կարողությունները, նրա նվիրվածությունը մեր ազգային հավաքականին եւ առհասարակ հայկական ֆուտբոլին եւ շատ կուզենայի, որ Վարդան Մինասյանը շարունակի իր աշխատանքը, որովհետև ես գտնում եմ, որ նա դա շատ անելիք ունի հայկական ֆուտբոլում, հատկապես հավաքականների հետ։ Եվ դրա համար ափսոսում եմ, որ ինձ չստացվեց իմ մոտ համոզել Վարդան Մինասյանին մնալ, բայց այնուամենայնիվ ես կուզենամ Վարդան Մինասյանը մնալ եւ դա փորձելու եմ։ Ճիշտ ասած, բոլորս էլ գիտենք, որ Վարդան Մինասյանը Գարունան նույնպես հրաժարական տվեց, չէ՞ Գարունան։ Եվ ես փորձեցի եւ ստացվեց իմ մոտ նրան համոզել եւ խնդրել պահել, որպեսզի հապշտաբ որոշումը չկայացնի։ Եվ ես մտածում եմ, որ նորից կհամոզեմ Վարդանին, որ ինքը գլխավորի մեր ազգային հավաքականը եւ կրկնում եմ նորից 2 անգամ փորձել եմ չի համաձայնում Վարդանը, եթե 2 անգամ Վարդանը ինձ մերժել է, ես չեմ կարծում, որ կլինի մարդ, որը կարողանա ինձանից լավ Վարդանին համոզել։ Ինչ վերաբերում է մարզչին, բանակցություններ են գնում մի քանի մարզիչների հետ, այս պահին ես չեմ ուզում անուններ հրապարակեմ, Վարդան Մինասյանը ինձ էլ է խորհուրդ տվել, որ ցանկալի կլի Հայաստանի հավաքականի մարզիչ լինի կամ իսպանացի կամ իտալացի, ինչի համար, որովհետև մեր խաղաղոճը նման է, մեր ֆուտբոլիստները, նրանց որակները, նրանց ազգական որակները, այսպես ասած, նման է իսպանացիներին եւ նաեւ իտալացիներին։ Դրա համար շատ հեշտ կլինի իտալացի կամ իսպանացի մարզիչի համար, որը տակտիկապես, տեխնիկապես ավելի նրանց մտածելակերպը նման է մեր ֆուտբոլիստերին։ Ավելի հեշտ կլի հավաքական հետ աշխատել, այո, Վարդանը նման խորհուրդ նաև ինձ ա տվել, բայց դա ընդամենը խորհուրդ է։ Չի բացառում, որ մենք ունենանք, ասենք, գերմանացի մարզիչ կամ արգենտինացի մարզիչ, հիմա գերմանացուց չկարճեք ասեք, որ բանը իմ մականունի համար եմ ասում։ Ես առաջինը սկսել եմ մեր հայազգի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի հետ բանակցություններից։ Ու շատ սրտանց կուզենայի, որ Միշելը գար եւ գլխավորեր մեր հավաքականը, բայց ինքը հրաժարվեց ու այնպես է հրաժարվել, որ դալշը այլևս շարունակելն է անիմաստ, ինքը պայմանագիր ունի եւ նաեւ կարող անտանեկան խնդիրներ, այնուամենայնիվ Միշելը հրաժարվել է, բայց միևնույնն է ես շատ կցանկանայի մեր հավաքականը այսօր այն հավաքականն է եւ ունի այն ներուժը, որ այլևս մենք իրավունք չունենք ուրիշ խնդիր դնելու։ Մի այլ բան է, կստացվի դա, թե չի ստացվի, բայց խնդիրը լինելու է մեկը, որ մեր հավաքականը պետք է մասնակցի Եվրոպայի կամ աշխարհարարության։ Դա նաև իմ կյանքի նպատակն է։ Ես մի մարզչի հետ
Բիմա խոսում եմ, բանակցում եմ, ասում ասեք խնդիր, ես պետք է խնդիր լուծեմ, նոր գամ։ Եթե խնդիր կա, ես կգամ, բայց եթե չկա, չեմ գա։ Մալթայի այդ խաղին, դա բոլորի, ինձանից սկսած բոլորի պետք է մեղադրել։ Մալտան իմ համար դա նոր անհասկանալի էր։ Մենք Մալտային ավելին ասեմ, չեմ ուզում վիրավորած լինեմ, իրանք չունենք 9 հոգու նույնիսկ պարտվենք։ Այս պարտվել ենք։ Ու եթե բոլորը ուշադրություն եք դարձել, հենց երկար ժամանակ մենք չենք կարող խելքի գայինք այդ Մալտայի պրոբլեմից ու Մալտայի երևի 3 աչոկը մեզ կարող է չհերիքեց։ Իսկ ամենահաջողված խաղը։ Գիտեք ինչ, ամենահաջողված խաղ ես համարում եմ Բուլղարիայի այդ խաղը Հայաստանում։ Որովհետև ստացել ենք այն, ինչ որ ես սրտանց ուզել եմ։ Հասկանալի ասեց, չէ՞, չպետք է ռաշիվով եմ բացել։ Սկսեմ հաստակարի դեպքից, ես այն արարքը, որը տեսնում եմ հիմա արվում է, նախբի ամբաստանալ չի վերցրել իր վրա մեղքը, կարծեմ 2-3 են վերցրել, և նրանց արարքը ես համարում եմ ուղղակի հիմարություն, որ իրանք այսքան ժամանակ հասարակությանը թուրիմացության մեջ են գցել և թուրիմացաբար տարբեր տեսակի մեկնաբանություններ արել։ Եվ ես այդ ստակների մասին առասարակ չեմ ուզում ընդհանրապես խոսել։ Ինչ վերաբերում է փակ շուկայում։ Ուրեմն եթե փակ շուկան կառուցած լիներ մի ուրիշ կուսակցության անդամ, ասենք Բարգավաճ, ես չգիտեմ ինչ կուսակցություններ հիմա տարբեր ՀԱԿ, կուսակցություններ կան, հաստատ որևէ մեկը ձեն չեր անել, ինչ կառուցում է Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Այլապետյանը, այդ նույն մասը պետք է գնա, դեպ որ խոսքը վերաբերվում է կառուցելու մասին, քանդելու չէ։ Մարդը կառուցել է գեղեցիկ, շատ սիրուն, ինչ որ շուկա, ու բոլորին, չգիտես ինչ է, հասարակությունը, որևէ մեկը չի ուզում, ասի ինչ է, ձեր ուզածը ինչ է։ Եվ գնացեք բոլորդ նայեք, ինչ փայլուն շուկա է։ Եվ հիանում եմ այդ շուկայով և ուրախանում, որ նման մարդ կա, ու իմ առավել ևս, որ իմ ընկերն է, և նման գեղեցիկ բաներ է կառուցում մեր քաղաքում։ Պատմական ճարտարապետական տեսքը չի աղճատվել։ Ինչ պատմական ճարտարապետական տեսք։ Այդ կարող եք ասել, այդ որ ապով եմ փողոցում 20 հարգանի շենք էին կառուցում։ Բայց մեկը դու մեկը ձեն չարեցիք, որ ապով եմ փողոցը տենց փչացրեցի։ Երկրորդ հարկ են կառուցել։ Լավ են արել, կարան 5 հարկը, բայց ես էլ ընդհանրապես 25 հարկ կառուցեի։ Երբեմն մարդկանց հասկանալը շատ դժվար գործ է։ Դրանում եւս մեկ անգամ կհամոզվեք, երբ կդիտեք մեր հաջորդ սյուժեն, որը նկարանվել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ 7 երեխաների մայրը վերցրել է երկուսին եւ հեռացել անհայտողությամբ։ Ընտանիքի հոգսը թողնելով 15 տարեկան ավագ դստեր վրա։ Ինչպես միշտ, այս դեպքում էլ չենք փորձի ստանձնել դատավորի կամ բարոյախոսի դերը։ Մենք չգիտենք, թե ինչ նկատառումներով է առաջնորդվել այդ կինը։ Փոխարենը մենք գիտենք, թե ինչպես են ապրում նրա թողած երեխաները եւ որն է ընտանիքի մեծի դերը ստանձնած 15-ամյա պայծառ երազանքը։ Ամառը վաղուց է անցել, դասերն էլ սկսված են, բայց սիրելի խաղի համար Գոհարիկը ժամանակ գտնում է։ Անգամ փորձում մեզ սովորեցնել։ Մինչ ճաշը կպատրաստեն, մի քիչ թռչկոտելը չէր խանգարի։ Խաղից բացի նաև դասերից է խոսում։ Գրավոր աշխատանքն էլ լավ է գրել։ Բարձր է ստանալու, հույս ունի։ Ամենից շատ մայրենին է սիրում։ Հայերեն է, հեշտ է ստացվում սովորելը։ Ու որպես ապացույց նաև անգիր սովորած վերջին բանաստեղծություններից հիշում։
մի կոտրատիր իմ ջուղերն, որդիներն են նրանք իմ հետ, ես այնպես եմ սիրում նրանց, ինչպես մայրդ սիրում է քեզ։ Ծառից կտրված ջուղերի պատմությունը միանգամից ուշադրություն է գրավում։ Հոր հետ վաղուց կապ չկա։ Վերջին ամիսներին էլ մայրն է հեռացել։ Գարուն որ գնացի, ասեցում եմ կով կթելու։ Մութանդը կով եմ կթում։ Աղշատում եմ։ Թե ուր այդ ժամանակ անգամ մայրը չգիտեր։ Միայն իր հետ էր վերցրել 7 երեխաներից 2-ին ու հեռացել։ Տանը մնացած երեխաների միակ խնամողը ինքն էլ խնամքի կարիք ունեցող ավագ դուստրն է, պայծառը։ Նա ընդամենը 15 տարեկան է։ Մայրական տատն ու պապն են հաճախ եկել։ 2 ամիս անց է նոր եկել, նպաստա ստացել 40,000 տվել երեխուն, որ կտաս տատեին ձեզի ուտելիք առնեն։ Տվել եմ մի շոկալուր եմ առել, երեխեքին կոշիկ մոշիկ, մի քիչ յուղ, ձետ, էս են, որ ունեն ուտեն, ուրիշ ոչ մի բան։ Ես իր հետ չեմ խոսում, երեխեքին որ թողեք գնացել չեմ խոսում։ Այս մասին պայծառը լուր է, այս պատմությունից միայն հաճախ աչքերն են արցունկոտվում։ Ընդհանրապես, խոսել էլ հազիվ է համաձայնում։ Նրա ուսերին շատ բան է կուտակված, բայց երբ մի պահ մոռանում է, երազանքների ու իր ապագայի մասին ավելի հաճախ է մտածում։ Շատ մասնագիտություններ եմ ընտրել, բայց էլի փոփոխական է ու սենց փոփոխվում եմ։ Ամեն անգամ տարբեր են լինում, օրինակ փոքր ժամանակ ուզեցել եմ ոստիկան դառնամ, հետո իրավաբան, հետո դերասանուհի, հետո էլ լրագրող։ Պատմությունները քիչ չեն, բայց առաջինը, որի մասին կուզեր գրել պայծառը, այն է, ինչն իր սիրտն է շարժել։ Դրա մասին ասելիս անգամ ձայնն է դողում։ Երևանում շատ կան, չեն հենց մարդիկ, որ ունակ տեսել եմ ես մետրոյում, բան, որ փող են ուրում ու մեղքս եկել են։ Երևի դրանց։ Աշնան արևը տան այս հատվածը չի տաքացնում։ Ներս մտնելիս ցուրտը միանգամից է զգացվում, անգամ այս եղանակին։ Հիմա երեքով են բաց սպառվում, փոքր քրոջ ու եղբոր հետ։ Մեկ շաբաթ առաջ այստեղ պայծառի հոգատության տակ էին նաև իր քույր ու եղբայրներից եւս 2-ը։ Դպրոց չէին գնում, ու մինչ ավագները դասի էին, փոքրիկները փողոցի այս անկյունում էին անցկացնում։ Մեկ շաբաթ առաջ երեխաների մայրը նորից երևացել է ու 2 փոքրերին իր հետ տարել։ Հիմա 4 երեխին ընտենա 3 ստեղ։ Նորա տարի այսինքս։ Մեկը 3 տարեկան, մեկը 4 տարեկան, իր մոտի են մեկ տղեն 8 ամսական, են մեկ տղեն 6-րդ դասարանա, 12 տարեկան, տարել դպրոցից, դպրոց չեթում, տարել իր հետ, այդպես մնաց։ Երեխաների մորը Լիաննային գտան Գավառում, միայն այն ժամանակ, երբ գործով սկսեց հետաքրքրվել անչափահասների տեսուչը։ Դպրոցից էին տեղեկացրել, որ այդ տան երեխաները դպրոց չեն գնում։ Այնինչ առայժմ հաջողվել է անել, այն է, որ մանկահասակ երեխաներից եւս 2-ին մայրը տանի։ Այլ գործողություն առանց ծնողի թույլտվության հնարավոր չէ։ Ծնողի համաձայնությունը պարտադիր է կամ մանկատուն կամ հայօգնության ֆոնդ տանելուց։ Խնամակալության հետ կապված հարցը շատ է քննարկվել։ Չնայած արդեն մի քանի ամիս է երեխաները առանց նրա են ապրում, բայց անչափահասների տեսուչին գոնե մայրը վստահեցրել է, որ Գավառում ինքն աշխատում է եւ կարող է իր երեխաներին պահել։ Մայրը խոստացել է, որ ամսի 15-ին կգա երեխաների հետ կապված այդ հարցը կոնկրետ լուծում տալու։ Համոզելով վերել ենք, ասենք, այն կարգի, որ մայրը համաձայնվել է, որ մնացած բոլոր երեխաներին կամ իր հետ տանի այնտեղ, կամ մնացածին հետ բերի եւ ուղարկենք դպրոց։ Մենք առաջարկել ենք, որ նաեւ կարող ենք երեխաներին տեղափոխել հայօգնության ֆոնդ ժամանակավոր 3-ին։ Նու ինքը, ասենք, համաձայնության է եկել, որ կամ այդպես պետք է անի, կամ երեխաներին իր հետ վերցնի տանի այնտեղ, որտեղ ապրում է։ Ճաշի կաթսան դեռ դատարկ է։ Երեխաները դեռ մի փոքր էլ պետք է սպասեն։ Առանց այդ էլ խնդիրներով տանը հիմա էլ հոսանքի լարերն են վնասված։ Ճաշացանկն էլ մեծ չէ։ Տատիկը փլավ է եփելու։ Բահարանում առանձնապես շատ բան չկա։ Գյուղապետարանից են մի պար կալյուր տվել ու հագուստ Գարիկի համար, որ դպրոց գնա։ Գարիկն այս պահին տան ամենափոքրն է ու ամենաքչախոսը։ Եթե մյուսները պատմում են իրենց երազանքների մասին, փոքրիկ Գարիկը ամաչում է խոսել։ Խաղալ շատ է սիրում։ Նույնիսկ հիմա արդեն քանդված ճոճանակը ինքն է օգնել սարքեն,
բայց հիմա պարզապես թաքնվում է։ Գար, դու ինչ ես, ավտոսերում ես։ Հա? Գարիկն այս օրերին դպրոց չի գնում, արձակուրդում է։ Առայժմ ժամանակը խաղի վրա է անցկացնում։ Մեծերից ավելի քիչ մտածելով իրենց տան խնդրի մասին։ Գոհարիկն էլ շատ բան չի ասում, միայն խոստովանում է, որ շատ է կարոտում։ Դու ամենը շատ ես կարոտում, Գոհարիկ։ Փոքր ախորս։ Ուքրիկի։ Պայծառի։ Չէ, ես մի հատ քուրիկ ունեմ։ Անիչա։ Սուսաննա։ Բոր է Սուսաննան։ Ստեչինքը, մամայի հետ է։ Խոսել մոր հետ չի ուզում, նեղացած է։ Մարդուն չվիրավորելու մասին պայծառն էլ շատ է մտածում։ Անկամ շարադրություն գրելիս ամեն ինչ շատ այն թեմաներն է սիրում, որտեղ մարդիկ չեն, օրինակ բնությունը։ Կարես առանց կաշկանդվելու ասես, նակ որ ընկերոջդ մասին գրես, մի բան են չգրես նեղանալու դրա համար։ Իսկ բնությունը չի նեղանա հաստատ։ Թերևս նաև դա է պատճառը, որ 15-ամյա աղջիկը նախընտրում է լռել այս պատմության մասին։ Ուզեի ինչ-որ բան փոխանցեիր։ Ընդհանուր առմամբ։ Ասում են, մեր նկարահանումներից հետո երեխաների մայրը եկել է։ Անչափահասների տեսուչին էլ հավաստիացրել, որ նախկին պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Բայց եթե մայրը գա ու առաջարկի իր հետ միասին գավառ գնալ, ավագ դուստր չի ուզում։ Անկախ այս ամենից, պայծառի համար երազանքներն առջևում են։ Հիմա միայն աշխատում է լավ սովորել, հավատալով, որ հայտնի լրագրող դառնալու ցանկությունը միայն դրա հետ է կապված։ Իսկ երազանքներից բացի հիմա նրա գործը քրոջ ու եղբոր համար հայր ու մայր լինելն է։ Նաև նրա շնորհիվ է, որ փոքրիկ քույրը հիմա կարողանում է ավելի շատ մտածել իր երազանքների իրականացման մասին։ Դերասան է ուզում դառնալ, միայն բարի դերերով։ Ոսկե տիկնիկի կա։ Թեքիաթներն է։ Որտեղ բոլորի երազանքները կատարվում է։ Կրիստինա Լագուլյան, Էդվարդ Մինասյան, Կիրակնորյա հորիզոն։ Թե այս երեխաների եւ թե մեր բոլորիս կյանքում կան եւ դեռ կլինեն բազմաթիվ բարդ, նույնիսկ էքստրեմալ իրավիճակներ։ Խնդիրը այդ իրավիճակները հերոսաբար հաղթահարելը չէ, խնդիրը ավելի բարդ է։ Բոլոր հանգամանքներում մնալ պարկեշտ մարդ։ Դիտեք նաեւ մեր եզրափակիչ տեսաշարը, իսկ ես ձեզ հաջողություն եմ ցանկանում։ 4 o'clock in the morning. Գրեթե 2 ամիս առաջ էր, երբ համացանցում տարածվեց այս տեսանյութը։ Անգլիալեզու տուրիստները որս էին կազմակերպել Հայաստանում։ Թիրախում էլ հայտնվել էր ոչ միայն վարազ, այլև կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծ։ Shoot. Good job, mama. Bravo. It's awesome. Հրաշալի է, գլուխը այդպես, ահա, հրաշալի է։ There you go. There you go. Կիրակնորյա հորիզոնն այդ ժամանակ սեփական հետաքննություններ նախաձեռնել, պարզելու թե հետքերն ուր են տանում։ Բնապահպանության նախարարությունը ժամանակին որսի կազմակերպման թույլտվություն էր տվել օտարերկրյա մի կազմակերպության։ Բայց նպատակը ես նորից եմ կրկնում, գիտական համագործակցության որսը գիտական նպատակ չի հետացնում։ Իրավապահներն ուսումնասիրում էին տեսանյութը, եւ այս շաբաթ պարզ դարձավ։ Կարմիր գրքում գրանցված կենդանու որսը կազմակերպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի ամուսինները 2009 թվականի դեկտեմբերի 9-ից 18-ն ընկած ժամանակահատվածում։ Տեսագրությունում պատկերված վայրը Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճն է, որտեղ Բեզոարյան այծի ապօրինի որսը ամերիկացի տուրիստները կատարում են նույնքան ապօրինի ձեռք բերված հրազենով։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։ Կիսակառույց է շինությունը Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասի տարածքում է։ 54-ամյա Սուրեն Գրիգորյանը միայնակ այստեղ էր ապրում այն բանից հետո, երբ թողել էր ընտանիքը։ Վառարանն էր շրջվել, հրդեհելով սենյակի միակ գույքը անգողինը։ Ալկոհոլի ազդեցությունն էր եղել պատճառը, թե մեկ այլ բան Սուրենը չէր հասցրել ժամանակին արձագանքել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած խումբը նրան տեղափոխել էր Գյումրիի հիվանդանոց։ Ստորին վերջույթների նստատեղի այրվածքներ, թերմիկ այրվածքներ, այրվածքային շոկ, հիվանդի վիճակը տնահարվում է ծայրահեղ ծանր։
Երևանի այրվածքաբանական կենտրոն էին տեղափոխել մասնագիտական բուժման, բայց այրվածքները անհամատեղելի էին կյանքի հետ։ Սուրեն Գրիգորյանը հենց նույն գիշերը մահացել էր։ Սիսիանի բժշկական կենտրոնում մահացավ 29-ամյա իրանցին, ով եղել էր կոնտեյներով բեռնված ավտոգնացքի ղեկին։ Նրան ծանր վնասվածքներով դուրս էին բերել փրկարարները ձորն ընկած բեռնատարից։ Ծղուկ գյուղի մոտակայքում Իրանի քաղաքացին կորցրել էր ավտոմեքենայի կառավարումը։ Այն բախվել էր գազատար խողովակին ու գլորվել ձորը մոտ 100 մետր։ Ես մաչով հանգիստ գալիս էի կամ ասով, այս Շարլոտան դուսել ինձ վազանցելու Ստրեշնոյ ավտոյի հետ բախվեցին, փախցրեց խփեց իմ առաջի անիվին։ Ազած մտնելու ընթացքում մեքենայի անիվը տրակավ, էլ չկարացի կառավարել մեքենան։ Հարվածից դուրս էր թռել Volkswagen-ի դիմացի ձախ անիվը։ Ավտոմեքենան այդպես շարունակել էր ընթանալ մոտ 120 մետր։ Վնասը միայն նյութական է։ Ջրատարը կայանած էր եղել երթևեկելի 3-րդ գոտում, առանց լուսազդանշանային համակարգի։ Մայրաքաղաքի Միասնիկյան պողոտայում Ford Transit մագնիշի թեթև բեռնատարի վարորդն ըստ ամենայնի չէր հասցրել արգելակել։ Հարվածել էր ջրատարի հետնամասին։ 29-ամյա վարորդը հայտնվել էր երկաթի գերության մեջ։ Մեքենայում արգելափակված երիտասարդին դուրս բերելու համար փրկարարների օգնության կարիքը կար։ Նրան դուրս էին բերել, իսկ շտապօգնության աշխատակիցներն էլ համապատասխան օգնություն ցուցաբերել։ Վարորդի վիճակը բավարար է։ Իրար հետևից գալիս ենք, ինքը որոշեց, որ պետք է աջ մտնի, ես էլ հետևից։ Հենց զգացի, որ ինքը արգելակեց, որ մտնի աջ։ Ես էլ հասցրեցի այդ մոմենտ իջնելու։ Ես փախցրեցի, լավա դեմս ավտո չկար, որ չխփի, բայց դե չհասցրի այդ կարգ։ Թարթիչն ուշ միացրեց այսպիսի պատճառաբանություն էր բերում Երևանի Կիևյան փողոցում մարդատարի հետնամասին բախված գազելի վարորդը։ Տոյոտայի վարորդը փորձել էր շրջադարձ կատարել, իսկ հետևից ընթացող երթուղայինի վարորդը չէր հասցրել ժամանակին արձագանքել։ Վնասը միայն նյութական է։ Շաբաթվա ամենախոշոր ավտոպատահարը տեղի էր ունեցել Մայրաքաղաքի Հալաբյան փողոցում։ Բախվել էին 7 ավտոմեքենաներ, որոնցից 4-ը երթուղային տաքսիներ էին։ Դրանցից մեկը հարվածել էր Volkswagen Vento-ի հետնամասին։ Անվտանգ տարածությունը չպահպանելու կամ մեկ այլ պատճառով շղթայական ռեակցիայով բախում էր գրանցվել։ Մեկը մյուսին հարվածելով կանգ էին առել 5 գազելները, որոնցից մեկը բեռնատար էր եւ մեկ Mercedes մարդատար։ Դեպքի վայր էին մեկնել փրկարարներ, ճանապարհային ոստիկաններ, շտապօգնության բրիգադներ։ Միանգամից դժվար էր գնահատել պատահարի հետևանքով տուժածների իրական թիվը։ Աստիճանաբար պատկերը պարզ դարձավ, ավելի քան 10 մարդ վնասվածքներ էր ստացել։ Երկուսի վիճակը միջին ծանրության էր, մյուսների վնասվածքները համեմատաբար թեթև։ Շղթայական պատահարի պատճառը կպարզեն ոստիկանության քննիչները։ 8 շարժակազմից 6 շարժակազմը եղել են կայարաններում կանգնած։ Երկուսն են եղել ու մոտավորապես 25-30 րոպեվա ընթացքում ուղևորներին Մետրոպոլիտենում վաղուց այդպիսի բան չէր եղել։ Հոսանքազրկումներ պատճառը։ Շաբաթ օրը մետրոյով երթևեկողներից շատերը ստիպված էին եղել թունելում մնացած գնացքներից դուրս գալ եւ փրկարարների ու մետրոյի աշխատողների ուղեկցությամբ ոտքով գնալ դեպի կայարաններ։ Հոսանքազրկվել էին հանրապետության բազմաթիվ բնակավայրեր։ Ավելի ուշ էներգետիկայի նախարարությունը պարզաբանեց, հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանական համակարգի գործադրումն է։ Դրա հետևանքով Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել էր Իրանի էներգահամակարգից։ Դանակներն էլ վերցրել էի, որ սրել տայի, այդ հրապարակի մոտի այնտեղ տաչիլոներ կան։ Արսեն Օհանյանը շեղվել էր ճանապարհից։ Դանակներով մտել էր ոչ թե արեստանոց, այլ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ։ 90-ականներին Սպիտակ քաղաքի քաղխորհրդի գործկոմի նախագահ եւ ՀՀՇ քաղաքային կառույցի ղեկավար էր եղել ու որոշել էր նախկին կուսակիցների հետ հաշիվներ պարզել։ Եկել էի Երևան քաղաք Լեոն Զորաբյանին տեսնելու համար, ինքը հեռուստատեսությամբ շատ վատ արձագանքներ էր արտահայտել իմ պատկերացմամբ վարչապետի կառավարության հասցեին, ես ուզում էի Իրանին Յանից ճշտեի, թե ինչու է ինքը այդ կարգի կարծիք ունենա։ Ինքն էլ տեղում չէր, դուրս էի գալի, մեկ էլ տեսնեմ Վանոյի նկարը տեսա, ես Վանոյին չեմ սիրում, պետական հանցագործ եմ համարում, ոչ թե ես եմ համարում, պետական հանցագործա չեմ սիրում։ Հայոյեցի իրանք էլ ասին չեն հայոց, դանագանի ասում բան կան, Վանոյին կսպան։ Իրանք էլ նստած են, երկուսը ծիծաղում են, այն երկուսն էլ բան են։
պապիրոս էին ծխան։ Այդպես հայոյանք տալով դուրս են եկել։ Ոստիկանները ձերբակալել են Օհանյանին եւ առգրավել դանակները։ Մարտադաշտ հիշեցնող այս տարածքը իրականում մարզադաշտ է, Յարոսլավլի Շիննիկ մարզադաշտը։ Տեղի թիմը այս շաբաթ ընդունել էր Մոսկվայի Սպարտակին Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում։ Սպարտակի երկրպագուներն էին սկսել հրատեխնիկա գործածել, հետո էլ բախվել էին ոստիկանների հետ։ Խաղի մրցավարը ստիպված էր մոտ կես ժամով դադարեցնել հանդիպումն ու թիմերին ուղարկել հանդերձարան։ Այդ ընթացքում իրավապահները իրավիճակի վերահսկողությունը վերականգնեցին միայն ջրցան մեքենայի շնորհիվ։ Թիմերը վերադարձան դաշտ եւ Սպարտակը հաղթեց 0-1 հաշվով, բայց հաջորդ երկու խաղերը սեփական հարկի տակ կանցկացնի առանց երկրպագուների աջակցության։ Այնինչ Մոսկվայի Լոկոմոտիվի դեմ խաղի գրեթե բոլոր 27000 տոմսերը արդեն վաճառվել էին։